Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Էմիգրացիա, արտագաղթ, ծագում է լատիներեն էմիգրո բառից, որը թարգմանաբար նշանակում է վտարում։ Հարկադիր թե կամավոր նշանակություն չունի։ Ամեն երկրի համար արտագաղթն ունի իր օպտիմալ սահմանը։ Իսկ բարձր տեմպերի շարունակականությունն աստիճանաբար կհանգեցնի երկրի քայքայման։ Վստահաբար այդ ամենի հետևանքով կփոխվեն նաև պետության սահմանները։ Այսօրվա մեր թեման արտագաղթն է։ Եվ քննարկում ենք բազմափորձ հյուրերի հետ, այբ կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պարոն Արամ Փախչյանյանն է մեր հյուրը և Եվրոպական ժուրնալիստների միության անդամ, կինովավերագրող Գեորգի Ասատրյանը։ Մանուկ Նիկոյանը, Հայաստանի մշակութային հիմնադրամի ղեկավար և այսօր առանձնահատուկ հյուր ունենք, մեր տաղավարում է Հայաստանի ամենամեծ ընտանիքի հայրը, Մարտիկ Մելքոնյան, Հայաստանի ամենաբազմազավակ ընտանիքի հայր, 15 երեխայի հայր և ծնողական փառքի մեդալակիր։ Այս նշանակալից կարևոր թեման խնդրում եմ դուք սկսեք մեկնաբանել, առավել ևս, որ այդ 15 երեխաները գուցե արդեն կանգնած են կամ մտածում են գնան, մնան, մեկնեն, չմեկնեն։ Շնորհակալ եմ մեծ հրավերի համար։ Ճիշտ հարց է այսօր։ Մենք կանգնած ենք մի սարսափելի իրավիճակի առաջ, արտագաղթ, որը բոլոր երկրներում էլ դա մենք տեսնում ենք կա, բայց մեր երկրի պարագայում ես մտածում եմ, որ դա պիտի ինչ-որ մի լուծում գտնենք մենք, որովհետև ես տեսեք ունեմ 15 երեխա և այսօր ոչ մի երեխան ցանկություն չունի Հայաստանի Հանրապետությունից դուրս գնալու, ոչ մեկը չունի, դե գնացել են Ռուսաստանի Դաշնություն, աշխատել են, բայց շուտ վերադարձել են, չեն կարացել համակերպվեն, որ մնան, այդ ակնկալիքով գնացել են, բայց հետ են դարձել, եկել են։ Պատկերը հասկանալու համար և հեռուստադիտողին, մի հատ կասեք ավագը և կրտսերը, ինչ տարիքային խմբի հետ եք ասել։ 30 տարեկան մեծ տղասը, 8 տարեկան էլ փոքրը։ Փոքր տղան։ Ունենք 10 աղջիկ և 5 տղա։ Աղջիկները արդեն… Աղջիկները, հա, կեսը ամուսնացած են, էլի Հայաստանի Հանրապետության մեջ են, ունենք 8 թոռնիկ, այս պահին առայժմս 8 թոռնիկ էլի, ասենց ասեմ, որ շարունակելի է դա։ Մի մանրամասնություն էլ, հա, ներողություն։ Տիկինը մեկն է, այո, բոլորի մայրն է, 15 երեխաների մայրն է, Անժելա Մելքոնյան։ Իդեպ ասեմ, որ ծննդյան օրն է, որի համար այս առիթը օգտագործելով ուզում եմ շնորհավորել իր ծննդյան օրը և ցանկանում եմ առողջություն, երջանկություն, նաև իր երեխաների և մեր գլխից սենց ասած անպակաս։ Քանի ամյակն է ձեր կնոջ։ 50 ամյակը։ Շնորհավորում ենք Օբելյանական 50 ամյակը։ Եվ ինչու են արտագաղթում մարդիկ, որոնք են արտագաղթի պատճառները, որովհետև մենք միշտ ունենում ենք նաև վիճակագրություն, բազմաթիվ պատմությունների ենք ծանոթանում, երբ այնպես չի, որ արտագաղթի ընտրած երկիրն ավելի լավն է, քան այն երկիրը, որտեղից մեկնում են մարդիկ, ըստ ձեզ որն է պատճառը և արտագաղթի ինչ պատճառներ կան։ Առաջինը և հիմնականը դա այն է, որ ակնկալիքներ են այլ երկրում ավելի լավ կյանքի
եւ կյանքը չի վերաբերում միայն բարեկեցության, դա վերաբերում է նաեւ ինքնաիրագործման որոշ երազանքների, սեփական կյանքի կազմակերպման շուրջ պատկերացումների իրագործման, դա վերաբերում է աշխատանքի, կարիերայի եւ այլն։ Երկրորդը դա փոքր երկրի ֆենոմենն է։ Մենք ինչպես փոքր կղզի երկրները չեն կարողանում ապահովել բոլոր մարդկանց համար հետաքրքիր կյանք, որովհետև ենթակառուցվածքներ դրա համար չունենք։ Ասենք մենք շատ քիչ տեղեր ունենք կինո ռեժիսորների համար, որովհետև ուղղակի որպես փոքր երկիր չունենք այդքան հզորություն, որ անդադ կինո արտադրենք։ Նույնը վերաբերում է երգիչներին, երաժիշտներին եւ այլն եւ այլն։ Եվ կան նաև մասնագիտություններ, որոնք իրենց բնույթով գլոբալ են։ Դասական երաժշտությունը, դասական երգեցողությունը, ծրագրավորումը եւ այլն, որոնք ինքնստինքյան հենց մարդը դրանով սկսում է զբաղվել, իր համար ինքնստինքյան հարթվում են ճանապարհներ, որոնք շատ բնական մասն են այդ մասնագիտության։ Դու դրանցով գնում ես եւ շարունակում ես։ Բայց նաեւ կան այլ պատճառներ, անվտանգային վիճակը, առողջական վիճակը, լինում են հիմա դա ավելի շատ է դարձել խառ ընտանիքներ, ասենք մարդիկ ծանոթանում են ինտերնետով եւ լքում են Հայաստանը գնում են այնտեղ ընտանիք կազմելու։ Մի խոսքով հանգամանքները, որոնք բերում են նրան, որ մարդիկ գնում են երկրից, ցավոք շատ ավելի շատ են, քան հանգամանքները, որոնք մարդուն ստիպում են վերադառնալ երկիր։ Եվ եւս մի խնդիր կա, որը իրականում լուրջ խնդիր է, դա այն է, որ մարդիկ հայերը առավելևս շատ իրենց համար բնական է, ոնց որ հայի ինքնության մասն է այդ պանդխտությունը։ Մեզ համար բնական է, որ հայերը Հայաստանում չեն ապրել։ Մենք մեր մեծերին որ հիշում ենք, Իսահակյանը Բաքվում է եղել, հետո Թիֆլիսում է եղել, Թումանյանը Թիֆլիսում է եղել, Խաչատրյանը Մոսկվայում է, Պետերբուրգում է եղել, ում անունը տալիս ես, Շիրվանզադեն Շվեյցարիայում։ Այո։ Ոնց այն օրինակները, որոնք մենք ունենք մեր աչքերի առջև, թե որտեղ են եղել մարդիկ, որոնք մեր մեծամեծերն են եղել, այնպես շատերը Հայաստանում չեն ապրել։ Եվ դա էլ է մեզ համար ցավոք բացական օրինակ, որը մարդկանց դրդում է նրան, որ ինչու ոչ։ Մարդկանց համար ոչ թե խոսակցությունը այսպես է, ոչ թե ապրեմ հայրենիքում կամ օտարության մեջ, այդ բառերը չեն օգտագործում, օգտագործում են այստեղ թե դրսում։ Ու այդ այստեղ ու դրսում բառերը ինքնստինքյան արժեզրկում են իմաստը ապրելու տեղի, ոնց որ օֆիսի նման մի տեղ է, հիմա այստեղ է, թե այնտեղ է իմ օֆիսը, դա հիմա ինչ կարևոր է։ Այնպես որ հանգամանքները շատ են, ուղղակի ցավալին այն է, որ տարբեր ազգեր տարբեր չափով են այդ հանգամանքների ճնշման ներքո քայլերի գնում։ Հիմա մի բան, դա մեզ ավելի թուլացնում է, թե ավելի օրինակ նպաստում է։ Մենք ունենք դրսում կապեր, մարդիկ, հարազատներ, ի վերջո միջոցներ, որոնք գալիս են։ Ինչ կարծիք եք։ Ճիշտն ասած լավ կարևոր հարց եք բարձրացնում, բայց ցանկացած հարցին մոտենալուց, ցանկացած հարց վերլուծելուց առաջ պետք է հիմքը եւ ավելի խորքային մոտեցում ցուցաբերենք, որովհետեւ եթե հարցին մոտենանք զուտ մակերեսորեն եւ վերլուծենք, որ տեսնում եք արտագաղթ կա մեծ, դա թե հարցի լուծումը չենք գտնի եւ թե ավելի խորքային չենք պատկերացնի ինչ քայլեր կարելի է անել։ Մի փոքր հետ գնալով ես կարծում եմ դրա հիմքում պետք է դպրոցը եւ մանկապարտեզից սկսվի։ Պետք է լինի ազգային գաղափարախոսության հիմքը, հա, արմատները լինեն, իհարկե ոչ թե միայն դրա վրա հիմնված լինի եւ դա սահմանափակի մարդկանց տեղաշարժումը, որովհետև մարդիկ ունեն ազատ կամքի իրավունք եւ իր կարիերան կամ աշխատանքային առաջընթացը պատկերացնում են, ինչպես ասեցինք, երկրում ինչ որ մասով, բայց կարևորը դու զգաս քո ինքնությունը փոքր ժամանակից, պատկերացնես քո ով լինելը եւ դրանից հետո քո մասնագիտական հնարավոր է հմտությունները կամ ինչ որ նոր ձեռքբերումներ արտերկրում լինի։ Դրանից հետո դու արդեն կգնահատես ներսի եղածը եւ դրսի։ Այս մասով ես կարծում եմ հնարավոր է եւ ավելի ամրապնդի եւ ավելի ուժեղացնի մեզ, որովհետեւ ամեն դեպքում չենք բացառի, որ փորձի փոխանակումը, ինֆորմացիան, գիտելիքը միշտ
եթե հետո օգտագործվում է ի բարօրություն մեզ, դա միևնույն է շատ լավ արդյունքներ է տալիս եւ միևնույն է մեզ ուժեղացնում է։ Ես կարծում եմ ճիշտ տեղում, ճիշտ մասնագիտական հմտություններ ձեռք բերելը միայն ուժեղացնելու է մեզ։ Փոքր երկրների պարագայում կարծում եմ մի փոքր ուժեղացնելու համար նաև պետք է լինի Սփյուռքի հետ ակտիվ կապը, որը լավ թեմա է, բայց մենք իրար խարսխող օղակները շատ ավելի քիչ են, քան պարակտող օղակները։ Հետևաբար, երբ մարդ կապիտալն էլ դուրս է գալիս երկրից եւ մենք դրսում չենք աշխատում այնպես, ինչպես պետք է աշխատենք, եւ դա եւ պետության գործն է եւ մյուս մասնավոր ոլորտի, ապա այստեղ մենք վստահաբար կորուստներ ունենում, շատ ճիշտ եք ասում, եթե մի փոքր էլ մեջբերում անեմ, նույն համայնքները, որոնք արտերկրում ես բազմաթիվ անգամներ շփումներ եմ ունենում, հա, իմ դոկումենտալ ֆիլմերի շրջանակներում, ես կարծում եմ եւ միշտ հորդորում եմ նույնիսկ ոչ մասշտաբային, նույնիսկ փոքր հատվածով, այն գլխավոր հիմքը, որ ամեն անգամ, չգիտեմ, ամեն շաբաթ նույնիսկ հանդիպումներ լինեն, մարդիկ ինչ որ համայնքներ հանդիպեն եւ փորձի փոխանակում լինի, լեզվամտածողությունը պահպանվի, դրանք այն հիմնասյուներն են, որոնց վրա է կառուցվում ամենը, որ գոնե դրանք ավելի տեղային լինեն, հնարավոր է այդ ուժը ավելի մեծանա ձեր ասած նույն արտերկրում։ Հիմա դպրոց մանկապարտեզ նաև նշեցիք, ես վստահ եմ, որ ցանկացած դպրոց մանկապարտեզում երեխան սկսում է Ես իմ անուշ Հայաստանի բանաստեղծությամբ, բայց դա այդպես էլ մնում է այդ բանաստեղծությունը։ Ամենահարմար առիթի դեպքում նա այդ բանաստեղծությունը պատրաստ է ուրիշ երկրում ասել։ Ինչ կարծիք եք, պարոն Նիգոյան։ Նախ ես ուզում եմ տարանջատել եւ հասկանալ, մենք խոսում ենք, որովհետեւ հետաքրքիր լեզվական նյուանս է, մենք խոսում ենք արտագաղթ հայրենիքից թե Հայաստանի Հանրապետությունից։ Ինչի եմ այս տարանջատում ուզում մտցնել, որովհետեւ մի դեպքում կապերը եւ զրույցը բարոյական եւ ավելի գեղարվեստական, փիլիսոփայական է դառնում, երբ որ մենք խոսում ենք հայրենիքից արտագաղթելու, հետեւաբար նաեւ հայրենիքի հետ կապված լինելու, հայրենիքին ծառայելու, հայրենիքում լինելու մասին։ Իսկ երբ խոսում ենք Հայաստանի Հանրապետությունից արտագաղթելու լեքսիկոնով, ապա սկսում ենք խոսել այն մասին, թե ինչ է պետությունը։ Պետությունը դա մի կառույց է, որը մարդկանց համախումբ է, չգիտեմ, մի տարբեր ինչ-որ հարցերում շահերի շուրջ համախմբված, որը ստանալով այդ մարդկանցից որոշ բաներ, պիտի այդ մարդկանց վերադարձնի որոշ նաև անոտարելի իրավունքներ, սահմանադրությամբ երաշխավորված եւ բնականաբար արդեն նաև օրենսդրական ինչ-որ տերմիններ չեմ ուզում ծանր ասել։ Այսինքն, մարդիկ հեռանում են Հայաստանի Հանրապետությունից շոշափելի պատճառներով, սոցիալական, անվտանգային, այդ մասին արդեն խոսեցինք։ Եվ եթե մենք ուզում ենք հասկանալ ինչի են արտագաղթում, մենք նախ պետք է հասկանանք Հայաստանի Հանրապետությունը որպես պետական միավոր կարողանում է իր քաղաքացիների համար ապահովել այն երաշխիքները, որոնց արկայության պարագայում մենք կարող ենք արտագաղթը համարել անիմաստ։ Այս պարագայում չենք կարող համարել, շատ տրամաբանված է այդ հասարակության արտագաղթը եւ այդ արտագաղթը ավելի ահագնանում է, ոչ ավելի ահագնանում է տրամաբանված արտագաղթը, որովհետև եթե նախկինում արտագաղթողը չէր կարող հոդաբաշխ կերպով բացատրել, թե ինչու է հեռանում Հայաստանի Հանրապետությունից եւ կատարվեր գեղարվեստական զեղումներին, ժամանակակից սերունդը շատ հստակ պարզաբանումներ ունի Հայաստանից հեռանալու։ Եվ այդ պարզաբանումները երբեմն այնքան ամուր են, որ չես էլ կարող հակադարձել։ Որոնք են։ Պարոն Փախչյանյանը դրանց մի ստվար զանգվածը արդեն շեշտեց, մարդը ասում է, որ ամենատարական բանը ես չեմ ուզում ապրել այս հասարակությունում, ես ուզում եմ ապրել մեկ այլ հասարակությունում, օրինակ։ Մարդը հասկացել է, որ ենթադրենք ինքը ավելի մեծ հասարակության կամ ավելի լայնախոհ հասարակության անդամը լինելու ցանկություն ունի։ Ուրիշ բան, արդարանում են իր սպասելիքները, թե չեն արդարանում։ Մարդը ունի կապիտալիստական նկրտումներ, այսինքն ուզում է մեծ շուկայում դրսևորվել որպես գործարար, որպես ստեղծագործող, որպես նույնիսկ ուղղակի որևէ գրասենյակում աշխատանք կատարող։ Մարդը ուզում է գեղեցիկ այլ ճարտարապետությամբ համեմված քաղաքում ապրել։ Օրինակ, ես բոլորը վերջերս վերադարձել եմ մեկ այլ եվրոպական երկրից եւ շատ տպավորված եմ եղել այդ քաղաքի ճարտարապետությամբ եւ X-ից բռնացել եմ այն մտքին, որ օրինակ դեմ չի լինի որոշ ժամանակ, նաեւ ինձ համար օգտակար կլիներ։ Եվ ինձ համար ցանկացած օգտակար բան օգտակար է նաեւ իմ հասարակության համար, որովհետեւ երբ որ մարդը գնում է եւ այլ քաղաքակրթության հետ հարաբերվում է, հետեւաբար դառնում է ավելի լայնախոհ, ավելի հեռատես,
ավելի աչալուրջ, ավելի խորապես է գիտակցում պետության, պետականության հիմնադրույթները եւ դրանց կարեւորությունը, նրա վերադարձը ավելի շահեկան է հասարակության համար։ Դուք ասում եք պետության, պետականության կարեւորության մասին, զուգահեռը թե ինչու են արտագաղթում, որոնք հիմնավոր պատճառ եք բերում, այն է, որ մարդ ուզում է ապրել այլ ճարտարապետական քաղաքում։ Հիմա մենք պետություն, պետականություն, թե գեղեցիկ պատերով քաղաքներ։ Տեսեք, պետությունը եւ պետականությունը փոքր ազգերը պարտավորություններ ունեն մի քիչ ավելի շատ պետության հանդեպ, քան անձամբ իրենց հանդեպ։ Ես ինչի սկզբանը տարանջատեցի, որովհետեւ երբ որ ասում եք փոքր ազգերը ավելի շատ պարտականություն ունեն, մենք տեղափոխվում ենք այն իմ երկու տարանջատումներից առաջինը։ Դա ձեր տարանջատումն է, ես չեմ տարանջատում, բայց։ Տեսեք, իմ տարանջատմանը պետք չի վերաբերվել բանով։ Ես չեմ տարանջատում, որպեսզի լքենք հայրենիքը, չէ։ Չէ։ Տեսեք, ես տարանջատեցի հետեւյալ պատճառով։ Ես ուզում եմ ասել, որ մենք կարող ենք առանձին խոսել եւ պետությունը լքելու տրամաբանության եւ հայրենիքը լքելու տրամաբանության մասին։ Հիմա կարող եմ ասել հայրենիքը լքելու հետևանքները բացասական։ Իհարկե, Հայաստանի Հանրապետությունը հայրենիք Հայաստանը փոքր պետություն է եւ ինչպես ասում էր Արթուր Մկրտչյանը, հողը նրանով դրա վրա ապրում է, հետեւաբար մենք նաեւ այդ պարտականություն ունենք Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հայաստանի Հանրապետությունը ունի ազգային ինքնության, մշակութային առանձնահատկությունների, լեզվի պահպանության եւ այլ բնականաբար անհրաժեշտություններ, բայց մենք պետք է դադարենք ժամանակակից սերնդի հետ այս լեզվով խոսել, որովհետև էլի եմ ասում, ժամանակակից սերունդը պրագմատիկ եւ հաշվարկված եւ մաթեմատիկական չափումներով առաջնորդվող սերունդ է։ Դու իրեն պիտի բարձ կապիտալիստական զրույց պիտի ունենաս իր հետ։ Հայաստանի Հանրապետությունը օգուտը ո՞րն է, հա։ Օգուտը ո՞րն է քո, ինչ կարող է տալ հայրենիքը քեզ, կամ ինչ է տալիս հայրենիքը քեզ, եւ ինչ է ակնկալում հայրենիքը դրա դիմաց։ Հիմա մենք տարիներ շարունակ 30 տարի Հայաստանի Հանրապետությունում շրջանառվել է տղա երեխաների շուրջ նույն թեզը։ Դու ծնվել ես, որպեսզի գնաս եւ որոշ դեպքերում ծայրահեղով գնաս եւ զոհվես հայրենիքի համար։ Եվ քանի դեռ այդ զոհվելու պահը մոտ չի, մարդը պատրաստ է մտածել դրա մասին, բայց բավական է մի դեպք եւ մարդը տեսնի, ինչպես են հազարավոր մարդիկ իր տարիքակիցներ զոհվում, ընդ որում նաեւ պարտվում, եւ այդ մարդը արդեն իր տեսած ողբերգությունը արդեն ավելի շոշափելի է դառնում իր համար, մի բան, որը սովորաբար կենաց է եղել։ Եվ դա ավելի մեծ խնդրեմ է դառնում հարաբերությունների իմաստով հայրենիքի եւ այդ հայրենիքի համար զոհվելու պատրաստ երեխայի, տղայի հարաբերություններում։ Պարոն Փախչյանյան, տնտեսական վիճակ, պետական կառավարում եւ դրա հետևանք։ Հիմա եւ 90-ականներին արտագաղթի պատճառները փոխվել են։ Իհարկե փոխվել են։ Ինչպես անել, որպեսզի ինչպես են փոխվել, ասեք։ Փոխվել են այն, որ իսկապես 90-ականների արտագաղթը ավելի ռոմանտիկ էր։ Մարդիկ ունեին շատ ռոմանտիկ պատկերացում նրա մասին, թե չէ կատարվում այն կողմը, սահմանի, եւ ամեն կերպ ձգտում էին այնտեղ ապրել։ Կարծես թե մենք բոլորս ձգտում ենք Եվրոպա, եւ այդ մարդիկ ավելի շատ էին ձգտում Եվրոպա, ուղղակի գնում են այնտեղ ապրելու, կամ մենք ձգտում են լինել Ամերիկայի նման, իրենք ասում են ինչու պիտի բոլորս ձգտենք լինել Ամերիկայի նման, իմ հարևանը իջև Ամերիկա հասնի, ես իմ տարիներ կանցնես, չեմ սպասի, կգնամ։ Եվ մարդիկ այդպես էին, այդ գաղափարները իրենք իսկապես ռացիոնալ չէին, որտեղ շատերը որ գնացին այն տարիներին, այնպես չէ որ կյանքում լավ ճանապարհներ գտան կամ ասենք Հայաստանի շատերից գիտեմ, հիմա ամերիկան տաքսի են քշում, որ այստեղ հարգված մարդիկ են լուրջ գործով են զբաղված, հետաքրքիր կյանքով են ապրում։ Ուզում եմ ասեմ, այդ դարը անցավ, հիմա մի քիչ այլ դար է։ Հիմա իսկապես մենք ցավոք ունենք, ես ասում եմ ցավոք դրիվ գիտակցելով ինչու եմ դա ասում, մենք ունենք սերունդ, որը շատ պրագմատիկ է մոտենում իր կյանքին։ Իրենք ուզում են հստակություն, գոնե այն բաներում, որտեղ կարելի է մտցնել հստակություն։ Եվ դրա պատճառն այն է, որ անորոշությունը շատ է մեծացել։ Քանի որ ապագան դարձել է շատ անորոշ, քանի որ ոչ ոք չի կարող խոստանալ ինչ լինելու վաղը, իրենք վերցնում են իրենց կյանքի ապագան որոշելու հարցը իրենց ձեռքը եւ փորձում են իրացիոնալ իրավիճակում ռացիոնալություն մտցնել, գոնե ինչ որ ռացիոնալություն։ Ու ես եթե նախկինում ընդամենը 10 տարի առաջ ասենք դպրոցի շրջանավարտների հետ ծանր խոսակցություններ ունեն, երբ որ իրենք մտածում էին արտասահման գնալ այնտեղ սովորել ապրելու մասին։ Ու եւ չի ասում ոչ, բայց ասում է ծանոթ թեթև արեք երեխեք, ինչու եք գնում։ Որն է ձեր գնալու իմաստը։ Այսօր ես իրենց հետ խոսում եմ եւ շատ հաճախ այդ խոսակցության մեջ իսկապես ես պարտվում եմ, որտեւ իրենք ինձ բերում են հիմնավորումներ, որոնց դեմ ես խոսելիք չունեմ։ Ես խոսելիք չունեմ նրա դեմ, որ մեր բույրը ահավոր վիճակում են։
Ես ժամանակ առ ժամանակ մեր ուսանողներից, շրջանավարտներից լսում եմ նրա մասին, թե ինչ է կատարում բուհերը, մազերս բիզբիզ են կանում։ Ես դժվար է խոսել նրա մասին, որ իսկապես, ասենք, պատերազմ պարտվելուց հետո էլ մենք դեռ ունենք բանակ, որում քո կյանքը չգիտես ինչպես կլինի։ Դու գնում ես երիտասարդ տղա ինչ որ ակնկալիքներով ծառայելու, բայց քեզ կարող են վերածել այնտեղ մեկին, ով ընդհանրապես այլևս կյանքում ոչ մի բանի երազանք չունի, բացի վաղվա օրը մի կերպ ապրելուց։ Ու այդ ամենը ծանր բեռ է դարձել իրենց համար եւ իրենց որոշումների այդ բանի վրա, կշեռքի վրա իրենց համար ծանր հակակշիռ է եւ իրենք դրա պատճառով անընդհատ փնտրում են այլ տարբերակներ։ Եվ դա շատ ցավալի է։ Եվ երրորդ բանը, որը կա, դա այն է, որ աշխարհում շատ գիտակցվել է մարդկանց, տաղանդավոր մարդկանց քանակի պակասը։ Եվ այն, որ մենք չունենք այլևս հաջորդ սերունդ աշխարհում, զարգացած երկրներում կտրուկ անկում է ծնելիության։ Շատ քիչ են այսպիսի մարդիկ, որ 15 երեխա ունեն։ Եվ դա բերում է նրան, որ պահանջարկներ է աճում եւ առաջարկները ավելի քաղցր են դառնում։ Եվ հնարավորությունները ավելի լավն են, եւ եթե նախկինում երիտասարդը գնում էր սովորելու, բայց գիտեր, որ պիտի դեռ հետո շատ տանջվի, որ կարողանա այնտեղ մնալ, որովհետև քաղաքացիության խնդիր, հազար բան, շատերը գիտեին, որ պիտի սիված լինեն առանց իր թղթերի մնալ եւ դա կարող է վտանգներ։ Հիմա խնդրեմ, աղաչում են, միանգամից մի բան առաջարկում են, գնացողը, որ գնաց այնտեղ սովորելու, շանս որ կվերադառնա, այդ համարյա չկա։ Գոնե այդ տարիքում։ Միգուցե ապագայում, երբ որ Հայաստանը ինչ որ կերպ կդառնա մեր երազանքի երկիրը եւ բոլորը կերազեն ապրել Հայաստանում, առավել հայերը կերազեն ապրել Հայաստանում, մենք կունենանք մեծ ներգաղթ։ Ինչպես դեպ ժամանակին եղավ Շվեյցարիայում։ Պարոն Մելքոնյանը թերևս 365 օր շարունակ բախվում է, տեսնում է այս հարցի հետ։ Ինչ կասեք անձնական փորձից։ Ես անձնական փորձից ելնելով ես կուզեմ մի դեպք պատմել, ուրեմն նախ մինչև դեպքին անդրադառնալը ապրել մեր բնակ տարածքը եղել ընդամենը 46 քառակուսի մետր տարածք։ Տեղն էլ ասեք, որ Արարատի մարզ, Այգավան բնակավայր, Վեդի համայնք։ Հա, ուրեմն միշտ բախել եմ պաշտոնյաների դռներ, ասել եմ, որ օգնեք տունը մեծացնեմ, 10 երեխա փոքր։ Մի անգամ ինձ մարզպետարանի աշխատակիցներ հրավիրեցի մարզպետարան, դեմս դրեցի մի հատ քարտեզ, սա իրական պատմություն, 2010 թվականի պատմությունն է։ Անուններ չեմ ուզում հնչեցնել, պետք չի։ Ուրեմն ասի մատդ որ պետության վրա դնես, մենք քեզ կուղարկենք քո ընտանիքի հետ միասին, որովհետև այնտեղ ապագա կա, այստեղ ապագա չկա։ Մարզպետարանում։ Այո, մարզպետարանում։ Ես գիտեք, իրենց միայն մի բան եմ ասել եմ, խնդիր չկա, բայց եթե իմ ծնողներիս գերեզմանը հետս տանեմ, որտեվ էսիկ իմ հայրենիքն է եւ իմ ծնողները այս հայրենիքի համար ժամանակին իրենց կյանքն են դրել, իրենց այսպես ասած լուման են դրել այս երկիրը պահելու համար, շենացնելու համար։ Ես էլ շարունակում եմ իմ ծնողների գործը, շարունակողն եմ։ Հիմա եւ դրանից հետո շինարարության թույլտվություն տալը ավելի բարդ է։ Ավելի բարդ էր, այո, ավելի բարդ էր այդ ժամանակահատվածում, նոր դրանից հետո որոշ բարերարների միջոցով նոր այդ բնակարանը կառուցվել է, ասում փառք, 46 քառակուսին այսօր դարձել է 170 քառակուսի ամեն ինչով, ասենց ասեմ։ Եվ այդ ամենը արվեց բարերարների միջոցով, բայց ոչ կառավարական միջոցով։ Իսկ դրա այդ ժամանակ ինձ ուղարկում էին դուրս, որ մենակ գնամ գլխացավանքից ազատվելու համար։ Այս սա էլ է եղել հիմքը, որ մարդիկ հիասթափվել են, որ ինչի համար, ասինք, տես վերել ենք 5 զինվոր կա, 44-երային մի տղաս մասնակցել է, վիրավորվել է։ Ուզում եմ ասեմ, որ վաղը այն 3 եղբայրները շարունակելու են, աղջիկներս ապագա զինվորներ են բերում։ Եղբայրը լավ ասեց, այո, մենք հայրենիքի մասին միայն կենացներում ենք հիշում, բայց հայրենիք սիրելը դա ուրիշ հասկացողություն է։ Դժվար է։ Դժվար հասկացողություն է։ Հայրենիքը կենաց չի, հայրենիքը բանաստեղծություն չի, հայրենիքը պիտի շենացնես ապրելովդ։
Եթե ես այս երկրում ապրում եմ, եթե այս երկիրը, եթե ես չկարողանամ մի բանով շենացնեմ, ասենք դա չի նշանակում, որ դու օգտեցիր։ Այս հայրենիքը պիտի պահենք։ Այս հայրենիքը Աստծուց տրված է մեր երկիրը։ Բոլոր նայեք սահմանները 4 կողմը եկեք նայենք, ու ինչով ենք շրջապատված, բարեկամներով թե թշնամիներով։ Եթե մենք մտածենք, որ գնանք ապագան դրսում է, այն մեկը այնտեղ լավն է, այն մեկը այնտեղ չգիտեմ ինչ է, բա վերջը այս հայրենիքը ով պիտի պահի, ով պիտի շենացնի։ Բայց դե նաև ասում են, որ մշտական թշնամիներ չկան։ Մենք հասկանում ենք, դե դրա համար մենք պիտի այնպես անենք, որ մեր թշնամիների հետ էլ բարեդրացիական հարաբերություններ ունենանք։ Վերջ ինչքան պիտի թշնամի մնանք։ Հիմա ավելի ամբողջ մեր կյանքը պիտի թշնամի լինենք։ Նոր տարին որ գալիս է, եթե երկու հարևան իրար հետ թշնամի են, ասում են այդքան հաշտվենք։ Կռված են լինում։ Թշնամի չեն, կռված է, ասում են գնանք հաշտվենք։ Թեկուզ թշնամի լինե, մարդասպան, մեկը մեկինա սպանել եւ այլ, բայց էլի որոշում են գնալ հաշտվել։ Վերջը մենք ինչքան կարող ենք այս փոքր պետությունը թշնամիներով շրջապատված լինելով մենք չգիտեմ, էլի Պարոն Մելքոնյան, հիմա ավելի առարկայական, ինչ է անհրաժեշտ, որպեսզի չարտագաղթեն Հայաստանից մեծ ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, կոնկրետ ձեր առաջարկը, ինչ պետք է լինի, որպեսզի մարդիկ չարտագաղթեն Հայաստանից։ Այսօր առաջինը անհրաժեշտ է մարդուն ինչ, աշխատանք, իր երկրին, իր հողին, իր ջրին կապնվել։ Էլի իմ օրինակից եմ բերում։ Ես դիմում էի իշխանություններին, ասում են ինձ աշխատանք տվեք, ասում են չէ, դու նպաստ ես տանում, շատ երեխա ունես, եթե քեզ աշխատանք տանք, քո նպաստը կկտրենք։ Այսինքն համակարգը կապեց մերպես ընտանիքներին նպաստի հետ։ Ու այդ հալով բազմազավակ ընտանիքները ոչ թե աճեցին, այլ քչացան։ Մինչև 2000 թիվը ունեցել են 31000 բազմազավակ ընտանիք։ Իսկ այսօրվա տվյալներով 5000-ը չի անցնում։ Քչացել ենք։ Իսկ 10 եւ ավելին մատների վրա է հաշվում։ 10 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքները երբ 15 ենք դարձել, թե 16, այդ մոտավորապես այդ թիվն է այսօր կազմում Հայաստանում։ Քչացել ենք։ Աշխատանք նշեցիք ամենակարևորը աշխատանքն է։ Եվ ինչպես որ նշվեց կրթությունը, այո, կրթվելուց է սկսում։ Եթե այսօր մենք չենք ցանկանում կրթվել, մենք չենք ցանկանում կրթությունը տալ համապատասխան դաստիարակությունը, այն գաղափարախոսությունը մեր երեխաներին, մեր այսպես ասած գալիք սերունդին, բնականաբար ինքը աճում է, տեսնում է դրսի վարքերը ու ցանկություն ունի ինչ անելու գնալու դեպի դուրսը, որտեղ քաշում է, գայթակղությունները շատ են։ Բայց նաև հեռանկար է բացվում։ Որ մեկն է գնացել այնտեղ ունեցել է հեռանկար ու եկել է Հայաստան ներդրում արել։ Ինչ որ կա այդպիսի փաստ։ Չունենք։ Ով գնացել մնացել է, հետ չի եկել։ Ես բացառություն եմ, ես գնացել եմ վերադարձել։ Հարկասու շատ ուրախ եմ։ Այս նման բացառությունն էլ ամեն դեպքում։ Էսի շատ լավ փաստ է, որ ասեք նման դեպք այո ունենք։ Ես էլ եկել եմ։ Ահա, ես չեմ գնալ։ էլի լավ։ Այսինքն գիտեք ինչ, հիմա ի՞նչն է բերել, աշխատանքը չէ՞ էլի։ Եթե այս աշխատանքը չունենանք, չեն գա։ Ոնց որ մեր եղբայրն ասես գնացել եմ ինքը ճանաչված դեմ գնացել Ամերիկայում տաքսի ա քշում։ Բայց դա միանշանակ չի, բայց աշխատանքը շատ կարևոր է, բայց մարդիկ գաղափարի համար են գնում։ Որոշակի հասկանալի ապահովված, ֆինանսական ապահովված մարդիկ մեկնում են, որ ոչ մի խնդիր չունեն ու նույնիսկ կարգավիճակով ավելի հնարավոր է ցածր կարգավիճակում լինեն այնտեղ, քան ստեղ են, բայց ուղղակի ասում եմ ես որոշակի հանգստություն եմ գտել, որոշակի գաղափարային ինչ որ նմանություններ եմ տեսնում, ես ինձ լավ եմ զգում։ Ուզում ասեմ դա միանշանակ այդպես չի, որ միայն ֆինանսական դրդում ֆինանսականի ես ընդհանրապես արտագաղթը ֆինանսականի հետ չեմ։ Չէ, որ աշխատանքը դե աշխատանքը գիտեք, եթե աշխատանք չունի, մարդը դրսում փնտրում է աշխատանք։ Սա է էլի առաջի իր բանը։ Գնամ այնտեղ կաշխատեմ, լավ կլինի, ընտանիքիս էլ կտանեմ։ Դե ոչ մի։ Եվ այլն։ Երբեմն առաջնահերթությունը ոչ թե աշխատանքի փնտրտուքն է, այլ որ ուզում է գնալ ուրիշ հասարակություն, ուրիշ միջավայր եւ ասում է ոնց էլ չլինի աշխատանք էլ կգտնեմ այնտեղ կապը։ Ահա, դե դա էլ եմ ընդունում, այդպես է, այսինքն բայց վերջը լավ, թողեն գնացին, թողեն գնանք։
Ինչա լինել։ Հետո։ Լավ, Հետոն ինչա լինել։ Տեսեք, Այս ամբողջը։ ձեր թույլտվությամբ։ Հետոն իհարկե։ Մարդուն պետք է նաև առաքելություն։ Այո։ Ինչ պիտի ինքը անի։ Հիմա պարոն Փախչյանյանը ասեց Հայաստան վերադառնալու, այստեղ մնալու մասին։ Պարոն Փախչյանը հսկայական առաքելություն ունի Հայաստանում, կրթական բարենորոգումների եւ այլն, եւ երկար տարիներ դրանով զբաղվում է, ես առնվազն ուշով հետևում եմ։ Հիմա եթե չունենար պարոն Փախչյանյանը այդ առաքելությունը, հազիվ թե Հայաստանում մնալու մոտիվացիաները այդքան մեծ լինեին։ Առաքելություն ունենալու համար պետքա տեսնել երկխոսությունը քո եւ պետության, քո եւ պետությունը կառավարող իշխանությունների հետ։ Դու պիտի տեսնես, որ դուք ինչ որ տեղ եք գնում, ուր եք գնում դուք։ Բայց երբ որ դու տեսնում ես, որ դուք հակառակ ուղղություններով եք գնում եւ քո առաքելությունն առ ոչինչ է, երբ որ դու կրթական բարեփոխումներ ես ուզում անել եւ պետությունը հակակրթական գործողություններ եւ քաղաքականություն է իրականացնում, երբ որ դու փորձում ես մշակութային ծրագրեր իրականացնել, պետությունը հակամշակութային գործողություններ է իրականացնում, դու ասես որ քո առաքելությունը առ ոչինչ է, քո առաքելությունը պատի է բախվում։ Լավ, ասում ես հասարակության հետ երկխոսեմ։ Սկսում ես հասարակությանը դա անել, էլի պատի է բախվում, որովհետև հասարակությունն էլ ունի իր սոցիալական եւ այլ ավելի կոնկրետ խնդիրները եւ վերջին հաշվով այդքան էլ կոպիտ ասած ներողություն ոչ հայերեն արտահայտություն, այդքան էլ զահլետ չունի։ Հետևաբար, այո, բացի աշխատանքից, բացի կրթությունից, բացի սոցիալական բարեկեցությունից, բացի հայրենասիրական մղումներից, յուրաքանչյուր մարդ ծնվում է առաքելությամբ եւ յուրաքանչյուր մարդ փնտրում է իր առաքելությունը։ Եվ երբեմն նաեւ շատ բնական է, որ մարդ կա, որ իր առաքելությունը Հայաստանում չի տեսնում։ Լսենք հասարակությանը։ Լսենք հասարակությանը։ Ինչպես կանխել արտագաղթը կամ ինչ վտանգներ այն հասցնում մեր երկրին։ Ամենը պետք է իշխանությունը ապահովի անվտանգությունը մեր երկրի եւ ապահովի մրցակցային ազատ տնտեսական հարաբերություններ։ Հենց որ լինի մեր ժողովուրդը աշխատասեր է, հնարամիտ է, կիրթ է։ Չեմ կարող ասեմ, երևի հնարավորությունների պահով են գնում կամ ձգում, երևի հերուն իրանց գիտեն այնտեղ մանանայա երկնքից թափվում, ինչ իմանամ։ Խելացի լինելու համար անպայման չի էլի համալսարան ավարտածներ։ Այն որ ասում են ապագա կա, դուք այդ ապագան տեսնում եք, ես չէ։ Չես ցավոք սրտի չէ, ես ուզում եմ տեսնեմ, բայց չի ստացվում։ Գնալ ու ագի լավ կյանքի համար դա ժամանակավոր կարելի է, բայց մշտական գնալ դեմ եմ։ Եվ որ սաղս գնանք ես անտերու դուս մնա, ես երկիրում մնա։ Չէ ում պարզա, չէ ում պետք է մնա։ Գլոբալ իմաստով մարդիկ այստեղ տներ են առնում, մարդիկ հետ են գալիս, մի հատ նայեք ինչքան ռուսական համարներով մեքենաներ կան։ Հետո ովքեր են։ Ստեղից գնացածներն են, որ հետ են եկել։ Դրսից ես շատ մարդիկ գիտեմ, որ այստեղ տուն են առնում, որտեղ Ամերիկայի վրա էլ արդեն հույս չեն դնում։ Ես սիրում եմ հայրենիքը։ Հետո ինձ թվում աշխատող մարդը ամենտեղ էլ կաշխատի, ինչ տարբերություն չեք կարծում։ Չէ, եթե մարդ աշխատում է, եթե սիրում է աշխատել, ինքը ամենտեղ էլ կաշխատի։ Այս հարցումը կացեք Նիկոլ ինտերեսելի։ Ուղղակի որտի բերումով ես գրում, ինչ որ որտեղ կարում ես աշխատես, բայց հիմնական տեղը դստի է։ Չես կարող այստեղ թողես գնաս ասես, այստեղ լավը չի լավն է, ոնց չի լավ։ Եթե ես մի քանի տարի, մի 10, 20, 30 տարի առաջ ինձ ասեին, որ այսպիսի իշխանություն ունենք, այսպիսի բան ունենք, ես կամ երակս կտրեի, կամ էլ թողեի այդ հայ ուրիշ երկուս։ Տխուր։ Գիտեք, կարող ես անհաշտ լինել, ասենք, իշխանության հետ, բայց որ սկսում ես անհաշտ լինել հայրենիքիդ հետ, եւ նույնացնել իշխանությունը հայրենիքի հետ եւ այլն եւ գլխավորը ինչպես մեկը ասաց չտեսնել այդ ապագան որի մասին խոսում են եւ խոստանում են շատ ճիշտ եք ասում ու գիտեք ինչ մի կարևոր ու փաստ կա որ կարելի է ամեն ինչի մեջ բացասականը տեսնել բայց սկզբնական պետք է դու քեզ հարց տաս դու ինչ ես անում եւ ինչ ես տալիս ինչով ես նպաստել որովհետեւ ցանկացած ուղղությամբ կարելի է բողոքել բայց դու քո հատվածում դու արա քո անելիքը հա ու այս պահին չակնկալելով որովհետեւ ցանկացած խորը եւ լուրջ ընթացք պետքա ժամանակ պահանջում հա իսկ դրա համար ժամանակ է պահանջում իսկ դա պետքա լինի
երկարաժամկետ ընթացքում։ Մի փոքր անդրադարձ կատարենք, օրինակ ընթացքում ես էլ բազմաթիվ անգամ տարբեր եվրոպական երկրներում լինելով նույն իտալական հատվածը, որ շատ հիասքանչ ճարտարապետություն ունի։ Նայեք, տեսնում ենք, հիանում ենք, բայց մի կարևոր փաստի մասին մոռանում ենք։ Այսօր մեր երիտասարդությունը հիանում է գնալով տարբեր եվրոպական երկրներ եւ ուզում է, ասում է, գիտեք ինչ, ես ուզում եմ այս գեղեցիկ բայց եկեք չմոռանանք մի փաստ։ Արդյոք մենք ճիշտ ներկայացրել ենք մեր ճարտարապետությունը, արդյոք այդ երիտասարդը մանրամասն տեղյակ է մեր գանձերի մասին, շրջելա տարբեր հատվածներում, որովհետև շատ երիտասարդներ Երևանից կամ մի քանի են գլխավոր հատվածներից ուրիշ տեղերում չեն եղել։ Մարդը հնարավոր է լինի եվրոպական երկրում բազմաթիվ անգամ ճամփորդի, բայց մի գողտրիկ հատված, որը Հայաստանում է, նա եղած չլինի եւ չտենա։ Ուզում ասեմ, այդ շատ կարևոր է ներկայացնելը եւ ճիշտ մատուցելը, դրա պակասներ ունենք։ Իհարկե մեր շահեկան հատվածով մենք ունենք այս հատվածը, մենք ասենք Նորավանքում ունենք եկեղեցի, որը փառահեղի հասկա։ Մենք այս հատվածով ներկայացնենք։ Մեր ոնց որ գանձերը մենք երիտասարդությանը ներկայացնենք եւ ավելի լավ ուղղությամբ եւ ավելի շահեկան տարբերակով եւ մարդիկ արդեն կձգտեն եւ կհիանան այս հատվածի մասով։ Կրկին անցանք դպրոցին միանշանակ դա անխուսափելի է։ Ցույցի մասին խոսենք, տեսեք, ճիշտ միտք առաքելության շուրջ, որովհետեւ առանց առաքելության այսօր ընդհանրապես աննարին է ապրել։ Այնքան շեղող բաներ կան, որ եթե քո սեփական նպատակները չունես, դու դառնում ես այլ մարդկանց նպատակների իրագործման գործիք։ Շատ པարզ է դա։ Եվ մեր արտահոսքի մի զգալի մասը հենց դա է։ Այլ մարդկանց կողմից թելադրված օրակարգին ենթարկվելու ընթացք է մարդկանց կողմից։ Իրենք ուղղակի անում են այն, ինչ որ այլ մարդիկ իրենցից ակնկալում են։ Ինչ վերաբերում է կրթությանը բացի առաքելությունից, կա եւս երկու բան, որ կրթության մեջ պետք է անպայման լինի։ Մեկը դա արժեքներն են։ Եվ արժեքը ինչ է, արժեքը այն է, ինչի դիմաց դու գին ես տվել։ Այն եւ այդ գինը կարող է լինել հուզական, այդ գինը կարող է լինել ֆիզիկական, այդ գինը կարող է լինել առողջական, ցանկացած, բայց գին։ Եվ երեխաների դեպքում բնականաբար դա ոչ թե գումար է կամ ոչ թե առողջություն է, այլ շատ հաճախ այդ հուզականությունն է։ Եվ այդ պատճառով այն ինչ որ իրականում դարձել է հիմքը մեր արտագաղթի մեր մեծ մասի, դա մեր դպրոցներում տիրող անտարբերությունն է։ Այո։ Մարդիկ զգայական էակներ են։ Մենք շատ եւ շատ որոշումներ իրականում որոշումների մեծամասնությունը կայացնում ենք ելնելով զգացմունքներից։ Եվ ես չեմ խոսում պահի զգացմունքից, էմոցիայից, ես խոսում խորը զգացմունքներից։ Եվ այդ խորը զգացմունքները գալիս են մեր մեջ արմատավորվում են շնորհիվ կրթության։ Շնորհիվ նրա թե ում հետ ենք մենք շփվել։ Զգացմունքները մարդկանց են կապում առաջին հերթին իրար հետ, նոր արդեն այդ մարդկանց այնտեղի հետ, որտեղ իրենք կապվել են իրար հետ։ Մեզ համար շատ կարևոր է նաև, ասենք, մեր դպրոցը, որովհետև մենք այդտեղ գտել ենք մեր ընկերներին։ Մեզ համար կարևոր է այս քաղաքը, որտեղ մեր մանկությունը այնտեղ է անցել այլ մարդկանց հետ։ Դժվար թե մարդ կարևորի բանտը, որտեղ 30 տարի մենակ է մնացել։ Ուզում ասեմ, այդ զգացողությունը, որ մարդը պետք է ունենա իր մանկությունից, գալիս է պիտի գա ոչ միայն ընտանիքից, պիտի գա ամեն ինչից, ինչն ունեցել է մանկության տարիներին, ներառյալ կրթությունը, դպրոցը, համալսարանը, ուսուցիչները, բոլորը պետք է լինեն մարդիկ, ովքեր իրենց հետ կիսվել են սրտով, կիսվել են զգացմունքով, տվել են ես դա։ Ու այն մարդիկ, որոնք ես համարյա համոզված եմ, թե նայեք, թե արտագաղթի առանց հետ վերադառնալու մտքի տոկոսը հիմնական ինչ մարդիկ են կազմում, դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք ձեռք են բերել անտարբերություն, ինչ-ինչ պատճառներով։ Եվ այդ անտարբերության խորքում պատժված, նսեմացված, իր նկատմամբ անտարբերություն զգացած այդ մանկության տարիների արդյունքն։ Գանք առաջարկների շրջան, հա? Ինչին պետք է ուշադրություն դարձնել։ Եվ ի վերջո մենք միշտ խոսում ենք 92 թվականից հետո տարբեր տվյալներով շուրջ 1 միլիոն մարդ լքել է Հայաստանը եւ 2026 թվականն է նորից խոսում ենք թե ինչ պետք է արվի։ Ինչու է նաեւ այսքան ձգվում այդ ինչ պետք է արվին, երբ այդ խնդիրը բոլորի ժամանակ, բոլոր իշխանությունների ժամանակ կա եւ լինելու է։ Առաջարկներ, որոնք հնարավոր է կանխեն մեկ մարդու արտագաղթ։ Նայեք, էլի վերադառնալով ցանկացած հարցին պետք է մոտենալ ավելի լայն
ֆորմատով, ավելի գլոբալ մոտեցում ցուցաբերել, որովհետև մտածելով, որ մի ինչ-որ դեղահապ, որ կլինի եւ մի լուծում այս վարքյանին եւ հարցը կլուծվի, դա կարծում եմ անհնարին է։ Հա, պետք է մենք ավելի երկարաժամկետ ընթացքի մեջ տեսնենք, հա, եւ երկարաժամկետ այդ ամենը պատկերացնենք ու փուլ առ փուլ, քայլ առ քայլ, փոքր նույնիսկ քայլերով գնանք այդ ամենին։ Այ հենց այդ սկիզբը երեխայի դաստիարակությունից տան, ընտանիքում, դպրոցում, մանկապարտեզում ոչ թե միայն այն մասը վերլուծենք, որ գիտեք ինչ չի կարելի, չէ, պետք է ընտրության հնարավորություն տանք։ Մենք պետք է ներկայացնենք լավ կողմերը, խնդիրները եւ ներկայացնենք, գիտեք ինչ, բաց է քո դիմաց, բայց դու կկորցնես այս ամենը, դու կկորցնես ազգային գաղափարախոսություն, դու կկորցնես քո տեսակը, քո գենետիկ կոդը եւ այդ ամենը ավելի քննարկման արդյունքում, ոչ թե սաստելու, որովհետեւ ես կարծում եմ կրթական մեթոդիկան այսօր սաստելու գործիքը չի աշխատում, թե ընտանիքում, թե դպրոցում, թե մանկապարտեզում, ավելի ճիշտ կլինի երեխայի պատանու հետ զրույցի արդյունքը ստացվի, որ առաջարկի տեսքով դու առաջարկում ես մի լավ բան, դու առաջարկում ես ավելի շահավետ ուղղություն ու մեր ազգային արժեքները, մեր ազգային գաղափարախոսությունը մի քիչ ավելի խորը եւ ավելի մանրամասն ներկայացնենք, որ մարդիկ ավելի պատկերացումը լայվում կազմեն, մեր մեծերի մասին, մեր համաշխարհային ձեռքբերումները, մեր գրականությունը, մեր կերպարվեստը, մշակույթը, այդ ամենը մի քիչ ավելի լավ եւ ավելի խորը ներկայացնենք եւ մարդիկ ավելի լավ ճանաչեն։ Դրանից հետո իրենց ընտրությունը կլինի, որովհետեւ միշտ պետք է ինչ-որ բան համեմատել։ Այդ ամենը, որ փոքրուց ներդնել երեխայի պատանու մեջ, կարծում եմ կամաց փուլային այդ սերունդը արդեն չի ձգտի միայն դուրս գալուն։ Դուրս գալը ես բացասական չեմ տեսնում, եթե փորձի փոխանակումը։ Եվ այդ ճիշտ ուղղությունը կարծում եմ դրա հիմքում է ընկած, որ այդ ամենը շատ երկարաժամկետ եւ խորը լինի։ Պարոն Նիկոյան։ Շատ բարդ կարծում եմ առաքելությունը հիմա բարդ առաքելություն, շատ բարդ հարց է, որովհետև ինչ էլ որ թվենք կամ ինչ էլ որ փորձենք կանխատեսել, միևնույնն է չենք կարող ամբողջ ցանկ կամ լիարժեք պատկերացում կազմել, ինչ պիտի անենք, որ մարդիկ վերադառնան կամ չգնան։ Եթե կենացային, ապա ազգային երազանք։ Եթե ոչ կենացային, ապա ավելի պրագմատիկ տերմինոլոգիա պետական գաղափարախոսություն, որովհետև վերջապես դա այն է, որի մեջ մարդը հնարավորություն ունի տեսնելու իր դերակատարությունը պոտենցիալ։ Եթե քո առաջ դրված է նպատակակետ, քո երկրի, քո պետության, քո հասարակության առաջ կա նպատակակետ, ավելի հեշտ է գտնել այն գործողությունը, այն տեղը, որը դու պիտի զբաղեցնես այդ նպատակին հասնելու համար։ Ավելի իրավական իմաստով արդարություն, արդարության զգացում, որը ամենածանր մանավանդ եմ ասում, մեր այս սերնդի հասարակության համար, որը գիտի իր իրավունքները հոյակապ եւ ամեն կերպ պատրաստ է պաշտպանել իր իրավունքները, լավագույն դեպքում նաեւ երբեմն պարտականությունները, ունեն արդարության պահանջ ունեն, հիմնարար մարդկային հիմնարար իրավունքների պաշտպանության զգացում, մարդը պիտի իմանա, որ իր խոսքի ազատության, տարական տարբեր առանձնահատկություններից ելնելով ատելության թիրախ չդառնալու հնարավորություն ունի Հայաստանում։ Անվտանգություն, խաղաղություն, մարդը պիտի հասկանա, որ իր պետությունը այնպիսի հանգրվանի կամ այնպիսի պրոցեսների մեջ է, որ առնվազն մոտակա ինչ-որ ժամանակահատվածում իրեն պատերազմ, սպանվել, չի սպառնում այդպիսի բաներ։ Բաց զրույց աշխարհի հետ, հարևանների հետ, որոնց թշնամիներ են կոչում, տարբեր պատճառներով։ Այսինքն, տեսեք, օրինակ հիմա Հայաստանից բազմաթիվ երիտասարդներ, հազարավոր երիտասարդներ վերջապես հնարավորություն է ստացել շփվելու, տեսնելու աշխարհը, շփվելու համաշխարհային տարբեր քաղաքակրթությունների հետ եւ այլն, եւ դա ոչ թե հակառակ էֆեկտ է ունենում մարդը ուզում է գնալ, հակառակը դա ազատության հասանելիությունը եւ ճամփորդելու եւ աշխարհը տեսնելու հասանելիությունը մարդուն ավելի է ստիպում մնալ եւ ստեղծագործել եւ ապրել իր երկրում։ Այդ ազատությունը, աշխարհի հետ շփվելու հնարավորությունը եւ աշխարհի հետ շփվելու հնարավորությունը եւ ոչ միայն ֆիզիկապես, նաեւ գաղափարական, մշակութային, լեզվական իմաստով։ Պարոն Հղչինյան, ձեր առաջարկները։ Քիչ բան մնաց։
շատ բան արդեն ասվեց։ Դե կրթության ոլորտում արդեն ասացի, պետք է բարելավում եւ նաեւ երկրորդ բան, որ բոլոր երկրները արդեն անում են վաղուց, իսկ մենք դեռ չենք անում, դա հատուկ հայրենաճանաչության ծրագրեր, որ երեխաները, մենք ունենք բազմաթիվ երեխաներ, որ իրենց ամբողջ կյանքում գյուղից դուրս չեն գնացել։ Իրենց համար Սյունիքը տեսություն է, որի մասին իրենք բառ չգիտեն, ասենք, եթե իրենք ապրում են Վանաձորի շրջակայքում։ Պետք է պետությունը կազմակերպի երեխաների այցելությունները տարբեր մարզեր, շփումներ եւ այլն, դա փոխում է քո ընկալումը քո հայրենիքի, մեծացնում է քո հայրենիքը քո աչքերում։ Շատ կարեւոր է։ Հանրային ոլորտում արդեն շատ կարևոր բաներ ասվեցին, իսկ ավելացնեի նաեւ միավորում եւ ընդհանուր նպատակների շուրջ միավորվելու հնարավորություն։ Պետությունը պետք է ոչ թե դիմակայի ցանկացած հասարակական ուժին, որը ինչ որ օրակարգ է առաջ տանում, այլ հակառակը աջակցի, որպեսզի մարդիկ միավորվեն, այդ օրակարգները ստանձնեն, տանեն առաջ։ Երբ որ պետությունը ստանձնում է բոլոր տեսակի գործունեության մոնոպոլիան, դա լավ տեղ չի բերում։ Հասարակությունը ոնց որ պառակտվում է, որովհետև միավորման կետեր չեն առաջանում, եւ մարդիկ ամեն մեկը սկսում են իրենց գլխի ճարը տեսնել։ Հաջորդը դա մարզային զարգացումն է։ Հասկանում եք, արտագաղթի ճանապարհը սկսում է սեփական գյուղից հեռանալուց։ Երևանը արդեն ընդհանրապես միջակյալ կետ է դեպի արտաքին աշխարհ։ Քանի դեռ Հայաստանը համարյա հավասար է Երևանի մինուս մի քանի փոքր տեղ, ու դա արդեն գնալով ավելի ու ավելի այդպես է դառնում, մենք տեսնում ենք Երևանը խեղդվում է արդեն։ Այստեղ արդեն կյանքը անտանելի է դարձել։ Մարդիկ ժամեր են անցկացնում խցանումներում։ Դեռ մարդիկ հակառակ են, փորձում են Երևանից գնալ։ Այո, բայց դա շատ դժվար է, որովհետև ամբողջ տնտեսական տրամաբանությունը երկրի այնպիսին է, որ Երևանից դուրս կյանք չկա։ Տնտեսական գործունեության հնարավորությունը շատ անհավասար է։ Դու Երևանում շատ ավելի հեշտ ես հասնում այն նպատակին, որին դու շատ ավելի դժվար կհասնես այլ քաղաքում։ Ու պետությունը պետք է շատ արագ եւ շատ կտրուկ քայլերով հավասարակշռի այդ վիճակը։ Օրինակ, ես ինչու էի շատ հաճախ դեմ խոսում ակադեմիական քաղաքի գաղափարի, որովհետև դա հերթական կենտրոնացում է բոլոր տաղանդավոր երիտասարդների Երևանում։ Բնական է, չէ՞, իրենք կմնան Երևանում, բայց ինձ շատերը չեն մնա, որտեղ իրենց համար Երևանը ուտար քաղաք է։ Հաջորդ քայլը արտասահման։ Եվ ինչ կունենանք արտագաղթի փայլուն կենտրոն, որ աշխարհ կապված է աշխարհի հետ, աշխարհի գիտնականների հետ, մենք մեր լավագույն ուղեղներին այդ մի կենտրոնից հերթով կուղարկենք։ Դա կլինի արդյունքը։ Ուզում եմ ասեմ, մենք պետք է շատ սթափ մտածենք, որ բանն է, մարդիկ շատ լավ են ապրում ցանցերում։ Մարդիկ շատ վատ են ապրում կենտրոնացված կետերում։ Կենտրոնացված կետերից մարդիկ ուզում են փախնել։ Ցանցերի մեջ մարդիկ մնում են։ Մենք պետք է Հայաստան պետք է լինի ցանց։ Ամենուրեք պետք է հնարավորություն, ամենուրեք պետք է շնչելու տեղ լինի, ամենուրեք պետք է կյանք լինի, որպեսզի այստեղ ապրելը լինի ձգող, ոգևորիչ, եւ մարդիկ երբևէ չմտածեն սեփական տունը լքել, սեփական քաղաք լքել, դա լինի абսուրդ բան, որտեղ դու այդ մեծ ցանցի մասն ես, եւ շատ բնական մասն ես։ Մենք միշտ խոսում ենք կրթության համակարգված զարգացումների եւ համակարգված ծրագրերի մասին, ինչը հիմնական խնդիրները լուծելու ճանապարհն է եւ բանալին, բայց սովորույթներում նախկինում ավելի հաճախ էինք լսում, երբ ասում էին ուր էլ որ գնաս, դա քո տունը չէ։ Առանց որևէ համակարգվածության, առանց ծրագրի, առանց նախագծի, առանց օրենսդրական որևէ փոփոխության։ Կամ միևնույն է ուր էլ որ գնամ, այստեղ ինձ ավելի հանգիստ եմ զգում։ Այդ բառակապակցությունները, մտածողությունները, ավակների ասածները հիմա կան մեր հասարակության շրջանում, թե կամաց մենք հեռանում ենք դրանից։ Գիտեք, նվազել են ու պատճառը նաև այն է, որ մենք գնալով եւ ընդհանրապես աշխարհի բոլոր երկրները գնալով կորցնում են սուբյեկտությունը, կորցնում են իրենց իմաստավորում, իրենք ինչու են պետք։ Ասենք, մենք Հայաստանը շատերը արժևորում են, որովհետև դա պաշտպանվելու միջոց է։ Այստեղ դու քեզ անվտանգ ես զգում, որովհետև քեզ շրջապատում են մարդիկ, որոնք կարող են ուզենան քեզանից ամեն ինչ տանեն։ Բայց մյուս կողմից, ընդհանրապես ասած, երկիրը շատերի ընկալմամբ հիմա պետությունը դա հարկ հավաքող, քո հաշվին ապրող կառույց է, որ քեզ համարյա ոչինչ չի տալիս։ Յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ին գալիս է մեկ պարտադիր։ Եվ պետության արժևորումը շատ ուժեղ ընկել է աշխարհում մեկ։ Ու դա բացահայտ է, դա ես իմ միտքը չեմ ասում, դա հետազոտությունների արդյունքն է ցույց տալիս։ Եվ այդ պատճառով մարդիկ, եթե այդ հայրենի գաղափարը իրենց մոտ խորը նստած չի, եւ ինչ որ պատճառով ոնց որ եւ ավելին, եթե մենք ինձ ասում ենք հայրենիքը կարևոր չէ, պետությունն է կարևոր,
իրենց համար պետությունը կարևոր չի լինի, որովհետև աշխարհում է դա այդպես։ Հիմա դու փորձում ես արժեք հաղորդել նրան, որը ամբողջ աշխարհում արժեք զրկում է, դա չի ստացվելու։ Մենք բայց դրան հակակշիռ մենք գնալով ավելի ենք կորցնելու մարդկանց հենց հայրենիքի հետ կապված։ Այն ինչ ունենք եւ այն ինչը նստած է մարդու մեջ։ Այո, որ իրականում խոր նստած է մարդկանց մեջ շատ խորը զգայական, հուզական մակարդակների։ Ամենակարևորագույնն է մեր այսօրվա ձեռքբերումը, որ կարող ենք ունենալ, դա է, որ ամրապնդենք եւ ավելի խորացնենք։ Գիտեք, մի միտք կար պետության գործառույթի մեջ դիցուկ ծրագրեր կամ ինչ-որ նպատակներ իրականացնել, որը կբերի հետադարձ այսպիսի արդյունք, հա? Այսինքն արտագաղթի դադարեցում կամ ընդհանրապես դրա մասին չխոսել։ Ձեր ակադեմիական քաղաքը բերեց այն մտքին, որ պատրաստենք եւ ուղարկենք այդ օրինակը։ Կարծես թե հենց դրա համար է նախատեսված։ Իսկ ընդհանրապես կրթության բնագավառում ես չգիտեմ, էքսպերիմենտներ ու բաներ շատ են անում, հաշվարկ կա, ասենք այդ նույն Դիլիջանի դպրոցը ինչ է տալիս, մեկ ուրիշ չինական դպրոցը ինչ է տալիս, ուրիշ մի խորացված, չգիտեմ ինչ դպրոց ինչ է տալիս, արդյունքը որն է։ Դա լավ հարց եք տալիս, մենք հիմա ունենք հատուկ մի կառույց, որը կոչվում է 405 դաշինք, որը ձևավորել են Հայաստանում կրթությամբ զբաղվող ամենահայտնի կառույցները, Այբն է, Թումոն, Դասավանդիր Հայաստանը եւ այլ մի քանի կառույցներ, հիմա բոլորին չթվեմ։ Եվ մեր նպատակներից մեկը հենց դա է, որպեսզի մենք հասկանանք բոլոր ինչ այսօր եղած եւ ապագայում իրագործվող կրթական էքսպերիմենտների արդյունքները ներառյալ այն հանգամանքը, թե դա բերում է արդյոք նրան, որ երեխաները մեր մեծանալով կմնան Հայաստանում, թե կորոշեն, որ իրենց համար այդ ճանապարհը լավագույն ճանապարհն է դեպի այլ երկիր։ Ինչ լավանուն է 405 թվականը, շատ լավն է։ Եվ պարոն Մելքոմյան, երևի ձերը այո, գուցե պետք է խորհուրդ լինի կամ կոչ լինի կամ առաջարկ դուք որոշեք։ Մի քանի խորհուրդ կարող եմ ասել, որը բազում անգամ ես դա էլի ասել եմ, հնչեցրել եմ։ Արտագաղթի հիմնական նաև առաջարկը, որ կանգնեցնենք, դա ամուր ընտանիքի կապը պետք է լինի։ Ես սպասում եի։ Եթե ընտանիքը թույլ է, դա հենց կբերի դրան։ Որովհետև տեսեք, պետության հիմքը ես համարում եմ ամուր ընտանիքը։ Հայրենիքի հենց հիմքն էլ է հենց ընտանիքը։ Եթե տեսեք, մենք որպես քրիստոնյա ազգ, մենք նայենք, ասում է, երբ որ Ադամը Աստվածաշնչից են բերում օրինակը, երբ որ ամբողջ կենդանիների անունները դրեց, դա դարձյալ տխուր էր։ Երբ որ խորը քուն բերեց եւ Եվայինց ոսկրից ստեղծեց, նա սկսեց ուրախանալ, որտեղ ընտանիք ուներ արդեն եւ ծնվեցին երեխաները Կայեն եւ Աբել եւ շարունակվեց մարդկությունը։ Հիմա տես, եթե այսօր մեր պետության մեջ այդ ընտանիքը խարխլվում է, քանդվում է, փլուզվում է ընտանիքը, արդեն հեռանալը հեշտանում է։ Այո։ Արդեն դա հենց նպաստում է, մեկը աճ պիտի գնա, մյուսը բնականաբար ձախ պիտի գնա, որտեղ քանդվեց։ Բայց երբ որ ամուր է լինում ընտանիքը, այնտեղ այսինքն ամուր է նաև պետությունը, ամուր է նաև հայրենիքը, հասարակությունը։ Հիմա տեսեք, մենք շատ ընտանիքներ գիտենք, շատ ընտանիքների հետ մենք հանդիպում ենք մեր համայնքում, ասեմ որպես կինս էլ որպես բազմազավակ մայր, Վեդի համայնքի հավաքանու անդամ է, հանդիպում ենք սոցիալապես անապահով ընտանիքների, ամուսինը տեղում չի, կինը տեղում չի, երեխաները անտերության մատնված։ Շատ ընտանիքների հանդիպել ենք, հորդորել ենք, բերել ենք, ուզեցել ենք հաշտեցնել կամ եւ այլ, այսինքն քանդվել է։ Հիմա այստեղ պետությունը արդեն թուլանում է։ Այս մի մասնիկը թուլացավ, այն մի մասնիկը թուլացավ, այն մի մասնիկը թուլացավ։ Շատ ճիշտ եք ասում, բայց դրա հակառակն էլ կա, չէ՞, պետքա մարդիկ
զգում են ապահովություն եւ համարում են, որ իրանք ապահով են, դրա հիման վրա ընտանիք են կազմում։ Եթե դու զգում ես չկա այն ապահովությունը, արդեն դու մի քիչ երկար ես մտածում ընտանիք կազմելու, շատ երեխաներ ունենալու, վաղվա օրվա մասին քո ակնկալիքները շատ կարեւոր են ընտանիք կազմելու եւ շատ երեխաներ ունենալու։ Դա մեկը մյուսի հետ շատ կապակցված, շատ Կարծում մի առանձին մեծ թեմա է, թե ինչպես անել, որ Հայաստանում ընտանիքները ամրանան, որտեղ այսօր ընտանիքների 40%-ը նման իրավիճակի մեջ եւ դա նպաստում է, հենց առաջին նպաստում է, հենց այսինքն տես, թողել է ունենք համայնքում ընտանիք, թողել է հայրը 6-7 երեխա, գնացել է տարիներով Ռուսաստան ու չի վերադառնում, ոչ էլ ընտանիքին օգնում է։ Թուլացել է, գլուխը տեղում չի, ընտանիքի գլուխը տեղում չի։ Նույնը, այսինքն, տեսեք, ես հաճախակի իմ ընտանիքը ես համեմատում եմ որպես մի փոքրիկ պետություն։ Պետության մեջ պետություն, փոքրիկ պետություն է։ Դե հա, ես պիտի տվել մեծ պետություն հաստատ։ Ես կասեի թագավորն հայտնի է։ Հա, ուզում եմ ասեմ, որ տեսեք, այսինքն եթե ես իմ տեղում չլինեմ, կքանդվի այդ ընտանիքը։ Որտեղ ընտանիքի գլուխը դա տղամարդն է։ Դրա համար։ Դրա համար պետք է, այսինքն որ գլուխը լինի տեղում, եւ ամեն ինչը, հրամանները, այսպես ասած, կարգավորումը, ամեն ինչը գա ու կարգավորի ամեն հարցը։ Ինձ թվում է, որ այդ պարագայում պետք է հավասարեցնել։ Այսինքն հիմա տեսեք, ես մի բան ասեմ, մեր համայնքում մենք ունենք աջակցության ծրագիր բազմազավակ ընտանիքների համար։ Շատ ընտանիքներ այդ գումարը վերցնում են, աջակցում ենք, որ երեխային վերջը դպրոցի համար է, երեխային սնվելունը, տեսնում ենք ինչ անում, գնում է խանութ, սիգարետը, խմիչքը, սունկաները լցում գնում է։ Հիմա հարց է առաջանում, ստեղ ով դժվեց։ Երևի դժվար կյանք ունի, որ խմիչքա վերցնում։ Չէ, դե հասկանալի է, դժվար կյանքը, բայց էդի այդ երեխուն էր։ Չգիտեմ կհիշեք թե չէ, ուրեմն հենց կարծեմ Վայոց ձորի մարզում էր այդ առաջին էքսպերիմենտը, ուրեմն որոշվեց, որ այբենարանները պետքա թվայնացվի եւ երեխաներին պլանշետներ տրամադրեցին, առումթապ պլանշետներ, մի քիչ դժբախտ պատմություն է իհարկե, եւ Վայոց ձորի մարզը որպես ամենափոքր համայնք Հայաստանի ամենափոքր քիչ բնակչությամբ, այդպես վերցրեցին պիլոտային ծրագիրը Վայոց ձորի մարզում անելու։ Այդ պլանշետները հետ հավաքեցին եւ չեղել արեցին, որովհետեւ երեխաների ծնողները վերցնում են այդ պլանշետները եւ իրանք են օգտագործում։ Ոչ միայն օգտագործում վատ տեսանյութեր, վատ բույսի տեսանյութեր նայելու վրա, այնպես որ դա այդ ձեր ասածը իմ վերած օրինակի վրա դրանք էլ էլի կրթական բանի կրթության պակասի հետևանք։ Այո, կրթության պակասի հետ։ Դրա համար մեր առաջարկը ես միշտ էլ առաջարկել եմ մեր երկրում մենք չունենք այսօր հենց ընտանիք հասկացողության եւ բազմազավակ ընտանիք հասկացողության այդ ցուցիչը, մոդելը չունենք։ Մի քանի երեխանա այսօր Հայաստանում համարվում բազմազավակ, այսի չունենք մենք։ Այս կետը չունենք, բաց է։ Որովհետեւ ասում են 3 երեխան բազմազավակա, 4-ը, բայց ոչ մի փաստաթղթով դա ֆիքսված չունենք։ Նախագիծ ունենք, բայց չունենք ֆիքսված։ Ընտանիքի թեման հատկապես բազմազավակ առաջիկայում ես պատրաստ եմ, եթե հրավիրեք, սիրով ընտանիքի թեմայի մասին։ Միայն դուք եք նման հավաքների գնում, թե կնոջը երևի ձեր կհրավիրեք հաջորդ թեմայով, եթե տան գլուխը թույլ կտա։ Չգիտեմ, ինձ ուզենա ժամանակը կների թե չիների չեմ կարող ասել, բայց դա հաջորդ քննարկմանը կորոշենք, իսկ հիմա առաջարկներն ամփոփենք եւ առաջարկների հետ կապված առաջի կետում աշխատանքներ, կրթությունը, առաքելության զգացողություն, երբ մարդու մեջ պետք է մտցնել այդ ինչի ես դու այստեղ, հա? Անվտանգություն, մրցակցային հնարավորություն, անտարբերության վերացում, հայրենաճանաչություն, ավելի կոնկրետացավ պետական գաղափար, այսպես կոչված, արդարության զգացողություն, ընդհանուր նպատակ, որի շուրջ կարելի է հավաքվել, հիմնարար պաշտպանվածություն,
ընտանիքի ամրություն ամենագլխավոր խարիսխներից մեկը եւ մարզային զարգացում։ Այո, մարզային զարգացում, արժեքներ, որոնք կրթության բաղադրիչ են համարվում եւ վերացնել անտարբերությունը, ինչպես նաեւ ազատ տնտեսական հարաբերություններ։ Հիմա լսենք արհեստական բանականության այս թեմայի շուրջ։ Հայաստանից արտագաղթը բազմաշերտ խնդիր է, որը պայմանավորված է մի քանի հիմնական գործոններով։ Ինչու են արտագաղթում։ Սոցիալ-տնտեսական պատճառներ, հացր աշխատավարձեր, գործազրկություն կամ անկայուն զբաղվածություն, սոցիալական անապահովություն։ Շատերը չեն տեսնում երկարաժամկետ ֆինանսական կայունություն, անվտանգության եւ ապագայի անորոշություն, պատերազմների հետևանքները, սահմանային լարվածությունը եւ ընդհանուր ապագայի վերաբերյալ վստահության փակասը խթանում են արտագաղթը։ Կրթության եւ մասնագիտական ինքնայրացման խնդիրներ, որակյալ կրթության սահմանափակ հասանելիություն, գիտության ու ստեղծարար ոլորտների թերարժևորում, ուղեղների արտահոսք, կառավարման եւ արդարության ընկալում, կոռուպցիայի, անարտարության, օրենքի ընտրովի կիրառման զգացումը նվազեցնում է մարդկանց վստահությունը պետության նկատմամբ, կյանքի որակ, առողջապահության, սոցիալական ծառայությունների, քաղաքային միջավայրի խնդիրներ, մարզերի դատարկում։ Ինչպես կանխել արտագաղթը։ Աշխատատեղեր եւ արժանապատիվ աշխատավարձ, տնտեսության դիվերսիֆիկացում, փոքր ու միջին բիզնեսի խթանում, ստեղծարար եւ տեխնոլոգիական ոլորտների զարգացում, անվտանգության ամրապնդում եւ կանխատեսելի ապագա կայուն անվտանգային քաղաքականություն եւ հասարակության հետ բաց ազնիվ հաղորդակցություն, կրթություն եւ գիտություն որպես առաջնահերթություն, կրթության որակի բարձրացում, մարզերում կրթական կենտրոնների զարգացում, երիտասարդների համար իրական կարիերային հեռանկարներ, արդար եւ արդյունավետ պետություն, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, դատական անկախություն, կոռուպցիայի դեմ համակարգային պայքար, կյանքի որակի բարձրացում մարզերում, տարածքային համաչափ զարգացում, ճանապարհներ, առողջապահություն, մշակույթ, համայնքային կյանք, վերադարձի քաղաքականություն, Սփյուռքի եւ արտագաղթած քաղաքացիների համար վերադարձի ու ինտեգրման իրական ծրագրեր, ոչ թե միայն կոչեր։ Կարճ ասած, մարդիկ չեն լքում երկիրը միայն փողի համար, այլ որովհետև չեն տեսնում արդար, անվտանգ ու կանխատեսելի ապագա։ Արտագաղթը նվազում է, երբ պետությունը դառնում է վստահելի, իսկ ապրելը արժանապատիվ։ Լուրջ պատրաստ։ Արհեստական բանականությունը փաստորեն այս հարցը հուզում էր։ Հուզում էր, այո։ Շատ խորը, մանրամասն։ Այո, դատական իշխանության շեշտադրումը եւս շատ կարեւոր էր, որովհետեւ վստահությունը, անարդարության զգացումը, ինչպես մեր քննարկման ժամանակ նշվեց, շատ կարեւոր հանգամանք է։ Մարդիկ երբեմն դրանից տուժում են եւ արտագաղթի պատճառ է դառնում այդպիսի բազմաթիվ ընտանիքներ։ Նման գրում է Ռուսաստան, որտեղ վիճակը դրան։ Բայց այնտեղ դա հոգեբանություն է։ Ես այդպիսի մարդկանց շատ ճանաչում եմ, ասում են սա իմ երկիրը չի։ Որտեղ հարազատի դավաճանությունը ուրիշ է։ Այստեղ ուրիշ արդարության զգացում եւ ակնկալիք ունեն վստահաբար, քան մեկ այլ երկրում։ Դե Այսպիսին էր այսօրվա քննարկումը, ճանաչենք եւ սիրենք մեր երկիրը։ Ամուր եղեք։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։